Եվրամիությունն ու Ադրբեջանը վաղուանից պաշտոնապես սկսում են բանակցությունները գործընկերության նոր համաձայնագրի շուրջ, որի նպատակն է ել ավելի սերտացնել քաղաքական ու տնտեսական կապերը։ Ադրբեջանը առանցքային գործընկեր է Բրյուսելի համար։ Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ելույթի հենց սկզբում ընդգծելով. Եվրոպական ընտանիքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար, որի անկախությունն, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը մենք պաշտպանում ենք։ Ադրբեջանը կարևոր է Եվրամիության էներգետիկա անվտանգության եւ մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար։ Կողմերը նշեցին, ինտենսիվ աշխատում են հարավային գազային միջանցքը ավարտին հասցնելու համար, որով 2019-ից արդեն Եվրոպան ակնկալում է Ադրբեջանից տարեկան շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ։ Բրյուսելին իր հավատարմությունը ցույց տալու համար Իլհամ Ալիևը ընդգծեց Բաքուն լուրջ միջոցներ է ներդնում նաև Եվրոպայի հետ տրանսպորտային կապերը սերտացնելու համար։ Մենք մեծ ներդրումներ ենք արել Ասիան-Եվրոպային կապող նոր երկաթուղի կառուցելու համար եւ հուսով ենք այս տարի այն արդեն կսկսի աշխատել, շուրջ 2 անգամ կրճատելով բեռները Եվրոպայից Ասիա տանել-բերելու ժամանակը։ Իլհամ Ալիևի այցից առաջ իրավապաշտպան ավելի քան 7 տասնյակ կազմակերպություններ համատեղ նամակով դիմել էին Եվրամիության պաշտոնյաներին, հորդորելով Ալիևից հստակ ու ընդարձակ բարեփոխումներ պահանջել ժողովրդավարության ոլորտում։ Խորացնելով ու ընդարձակելով կապերը այսպիսի կառավարության հետ առանց երաշխավորելու հստակ առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կնշանակի, որ այս հարցերը կարևոր չեն Եվրամիության համար, ընդգծել էին հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները։ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը սակայն խուսափեց հստակ ու հասցեական քննադատությունից։ During our talks, I stressed the importance we attach to human rights and fundamental Մեր բանակցություններում ես ընդգծեցի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, այդ թվում խոսքի ազատության պաշտպանության կարեւորությունը։ Եվրամիությունը համոզված է, որ բաց հասարակությունը լավագույն երաշխիքն է տևական կայունության եւ բարգավաճման համար։ Ալիևն իր հերթին բավական ծավալուն անդրադարձավ Ղարաբաղյան խնդրին, կրկին մեղադրելով Հայաստանին Ադրբեջանի հողերը օկուպացնելու խնդրի կարգավորումը ձգձգելու մեջ։ Ցավոք, օկուպացիան շարունակվում է ավելի քան 20 տարի եւ այն չի կարող որևէ կերպ արդարացվել։ Եվ ես շատ շնորհակալ եմ նախագահ Տուսկին, որ նա իր խոսքում մեկ անգամ եւս աջակցություն հայտնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ բարեհամբույր Ալիևը այս ասուլիսից ժամեր առաջ չեղարկել էր հանդիպումը եվրոպական մեկ այլ կառույցի՝ խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ, քանի որ օրենսդիր մարմնում այսօր հատուկ քննարկում էր Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հեռակատեսակապի միջոցով քննարկմանը հրավիրված էր նաև Ալիևի վարչակազմի կողմից կալանավորված վերջերս ազատ արձակված լրագրող Խադիջա Իսմայիլովան։ Միջոցառումից 15 րոպե առաջ, սակայն հետաքննող լրագրողը Facebook-յան իր էջում գրեց. «Տունը, որտեղից պետք է ուղիղ եթեր դուրս գար, հոսանքազրկվել է, ինտերնետ կապն անջատվել»։ Ազատության ադրբեջանական ծառայության հաղորդմամբ Իսմայիլովան փորձել է տաքսիով ապահով վայր հասնել քննարկմանը միանալու համար, սակայն ոստիկանները հետապնդել ու խոչընդոտել են, ի վերջո տուգանային հրապարակ տանելով մեքենան։